Բախի է ժողովրդին մի տան շանտաժ անում, որ մի բան ասեն, մի բան խոսեն։ Ես ցես մոտեցի։ Շատ վատ, ես լավ գիտեմ, շատ վատ եմ, լծված եմ, ձեր նմաների համար լծված եմ, եղան լավ հարցեր չեք տա։ Դուք Գեղամյան Նազարյանն ես մեկ լսեցիք ինչ Նազարյան, ուրբանն ես Նազարյանի, ոտերի տակի հողերի։ Լսեցիք ինչ ասեց Գեղամ Նազարյանը։ Ինչ է լուտուն ասել։ Ղարաբաղը ով է տվել, ոնց է տվել, ինչ են արել, չի են բարդում Փաշինյանի վրա։ Ժողովուրդը հիմա չի ասում ժողովուրդը Ծար կոնկրետ Կտրիշկյանի փոխացի որ հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ հավատացան մարդի Աստծո տունը արևանգված Աստծո տունը ազատելու են Կտրիշկյանի այլևս Հայաստանի Հանրապետությունը ինչպես շատ սովորական ձևերով օրինական ճանապարհներով որը Կտրիշ Ներսիսյանը մի ազնվորություն է որ տասնյակ տարիներով ոչ լեգիտիմ ընտրված ղեկավարներին հարկանքը բարձր մակարդակի տեղը պահելով ծառայություն է մատուցել ոչ լեգիտիմ իշխանություններին կեղծիքներով ընտրված քաղաքացիներին կրակած սպանած ընտրված ներողություն ընտրված ոչ լեգիտիմ ղեկավարներին հնազանդ հարկանքը բարձր մակարդակի պահելով ծառայություն է մատուցել բայց լեգիտիմ իշխանության հետ չհամակերպելով դիմակայում է ձայն Աստծո ձայն բազմած այսօրվա իշխանությունը այդ կարգախոսով ընտրված իշխանություն է Աստվածաշունչում գրված է ձայն Աստծո ձայն բազմած Կտրիշ Ներսիսյանը Աստծո տունը արևանգած ուխտակրոնությունը խախտած շնացած Կտրիշ Ներսիսյան այդ անձնավորությունը Աստծո տունը ազատելու իր արևանգությունից ինչպես Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ազատվեց այդ կիլլերների, այդ խուլիգանների արևանգությունից այդպես էլ Աստծո տունն ազատվելու Կտրիշ Ներսիսյան ուխտակրոնությունը խախտած շնացած Կտրիշ Ներսիսյանի արևանգությունից հայ մարդը այլևս թույլ չի տալու իր սեփական պետությունում ինչ որ մի հատ ինստիտուտ, մի հատ սրբություն արևանգած լինի ինչ որ մի հատ տահաճ անձնավորության կողմից փոխանցեք ձեր ոչ հաճելի տահաճ անձնավորության Կտրիշ ծայրապետին գնացեք փոխանցեք այն ավելի պակաս ես խնդրում եմ հարգելով ձեր աշխատանքը մարդկաց մի սադրեք Մարդկաց մի սադրեք որ մարդիկ ոգևորած մի բան ասենք կտրեք ասեք ոյ վարչապետի աջակից է լսեք այո դուք կտրում եք դուք ցնեք ոնց է պետք է այս ամբողջ իրականությունը ես ճշմարտությունը հեսա տեղավորեք համակերպեք մենք համակերպված ենք դուք պետք է համակերպեք ով որ չի համակերպվելու գցելու է իր ոտին եւ ցավոտ է լինելու օրենքով այն հասկացանք վարչապետի վերած արժեքներից հարստությունից բոլորը ոգևորված հեզումները ոտների տակ գցած ապրծփեր ապուշավարի հիմավարի ես փողոցներում կուրաժիտ եք գնում հասկացա ոնց պետք է խոսում ես ձեր խոսալ ներողություն
մի թափեք, լսեք, ունեք կուլտուրա շնորհ, հարցը տվել եք լսեք, ես ինձ ձեւ որ խոսում եմ, ձեր խոսածածին համապատասխան ես շատ բարի եւ ոչ, հետո իմացեք, այս ժողովուրդը որ եկել է, ինքնակամ են եկել։ Մարդիկ ջան, իրաց հարցերի, իրաց հարցերի մենք պատասխանենք իրան հասկանալու բոլորի կոմպրոմատը իր մոտ դրա համար է վախենում են ասել դուրս Հովիկ Աղազարյանը այդ իշխանությանը դավաճանեց այո այդ կաթողիկոսին դավաճանեց արշակը կոմպրոմատ հանեց մենք չենք կարող Հովիկ Աղազարյանը բանալ Այդտեղեցությունը ձեզ որտեղից ինտերնետից երեք լծված էր համացանցը չտեսաք քերակնոջ հետ Դա դեռ չէ, գուցե սարքված արհեստական։ Հա, այդ են արհեստական բանականություն։ Վստահ եք, Որը Քոչարյանի Սերժի դեմա արհեստական բանականություն, որը կաթողիկոսի դեմա արհեստական բանականություն, որը Նիկոլի բանը էլի արհեստական բանականություն չէ։ Վստահ եմ ես վստահ ես եկեղեցին էլ վկա։ Մենակ ես չէ, ժողովուրդը վստահ որ այսօր ես այստեղ ապրնեմ։ Դուք էդի մի հատ հարց տվեք հենց։ Հարց տվեք։ Կաթողիկոս ջան, աղջիկ ունես, մենք գիտենք Խաթոնի տեղն է, գիտենք ուր ապրում, ուր չի ապրում, գիտենք։ Թող լինի, ոչինչ։ Եթե մեզ ոչ մի բան։ Եթե կաթողիկոսը այդ երկու քահանա են կարկալույց աներ, իրավունք ունենար Արամիները կարկալույց չարեց։ Հողը վեկալ է եկել այստեղ խոսում են։ Մի պուրաս բիզնեսներով բանով եկեք ասեք Փաշինյանի կնգա Արես 5-րդ ալիքի вообще պիտի լարենցնի։ Այս հրապարակին 168 ճանին 24 սաղը վտարեքսի։ Ծախվածներ։ Քոչարյանի փողն եմ ուտում։